Վասպուրականի հմայքը Վանա լիճն է, իր ամբողջ ավազանով։ Այն պատմական Հայաստանում կոչվել է ծով եւ հայտնի է եղել տարբեր անուններով, օրինակ Նայիրի վերին ծով, Տոսպա ծով, Ռշտունյաց, Արծրունյաց, Աղթամարի ծով եւ այլն։ Ծովակի հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մասիսը, Սիփանը, արևմուտքում Նեմրութը։ Վանա լճի 4 կղզիներից ամենահռչակավորը Աղթամարն է, իսկ ամենամեծը Լիմը։ Վանը Վասպուրականը եւ կղզիները առանձնահատուկ տեղ են գրավել հայ ժողովրդի պատմության մեջ, այդ թվում Լիմ կղզին, որը նշանավոր է իր վանական համալիրով եւ գեղեցիկ իր կուսական բնությամբ։ Կղզի տանող ամենակարճ ուղին սկսվում է լճափին գտնվող Դոշեմե գյուղից, որը ժամանակին բնակեցված է եղել հիմնականում հայերով։ Գյուղի կենտրոնում մինչ օրս պահպանված է տարերի պատմություն ունեցող աղբյուրը, նաեւ տներն ու անասնագոմերը։ Դոշեմեն այսօր քրդաբնակ է, հետևաբար անկախ սոցիալական ոչ նախանձելի պայմաններից արագ աճող բնակչություն ունի։ Տեղաբնակ հայերի մասին պատմություններ գիտեն նաև երիտասարդները, ինչպես օրինակ Ձկնորս եւ նավավար Աբդուլլա Այսերին։ Այստեղ աղբյուրի մոտ գոմեր եւ ախորներ են եղել։ Հայերը անասուններին բերել են այստեղ, իսկ իրենք գնացել են Լիմի եկեղեցի։ Մեր նախնիների նման մենք եւս պարտք համարեցինք մեկնել կղզի, մեկ տարբերությամբ՝ ձիերի փոխարեն ափին թողնելով մեր ավտոմեքենան։ Գյուղից կղզի երթուղին սպասարկեց Աբդուլլան, ով ամռան ամիսներին Ձկնորսի իր լիազորությունները վայր է դնում, ստանձնելով նավավարինը։ Լիմ կղզին հնարավորին է շուտ տեսնելու անհագ ցանկությամբ եւ սրտի թրթյուրով մենք կայծակնային արագությամբ հայտնվեցինք մոտորանավակի վրա։ Ձկնորսությամբ եմ զբաղվում, իսկ ամռան ամիսներին նավակով սպասարկում եմ զբոսաշրջիկներին։ Այս գործով 25 տարի զբաղվել է հայրս, իսկ ես արդեն 7 տարի եմ։ Արդեն մասնագիտացել եմ։ Մինչև կղզի 3 կիլոմետր է հեռավորություն է, իսկ մինչև Աղթամար 50 կիլոմետր է, մոտ 3 ժամվա ճանապարհ է այստեղից։ Գալիս են տարբեր երկրներից, նաև Հայաստանից։ Ինչպես բնորոշ է սեփական հողի, տվյալ դեպքում սեփական ջրի վրա ոտքը պնդացրած հայերին, մենք նավակի ղեկը վերցրեցինք մեր ձեռքը։ Աբդուլլայի հոր ժառանգություն թողած նավակի ղեկավարի դերը ստանձնեց մեր աշխատակիցը, ով ի դեպ ավտոմայրուղիների վրա շատ ավելի արհեստավարժ է, քան ջրուղիների։ Աբդուլլայի հոր ժառանգած նավակը այժմ ճոճվում է։ Պատճառը մեր վարորդն է, Ռոբերտ Մարտիրոսյանը, որը վերցրել եւ վարում է նավակը։ Այժմ մենք շարժվում ենք դեպի Լիմ կղզի, որտեղ մեզ նոր անակնկալներ են սպասվում։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ նավակը հասավ կղզի, որն առաջին իսկ վայրկյանից մեզ վրա աննկարագրելի տպավորություն թողեց, ինչպիսին կթողներ անհայտ անմարդաբնակ կղզին առաջին անգամ այնտեղ ոտք դրած ճանապարհորդի վրա։ Լիմն իսկապես անմարդաբնակ է, այստեղ տնօրինում են ծվադրման շրջանում ակտիվացած ճայերը եւ կոթկատեղի հասնող բուսականությունը։ Կղզու կենտրոնում բազմած է Սուրբ Գրիգոր վանքը, որը կառուցվել է 1305 թվականին։ 1621-ին կառուցվել է համանուն եկեղեցին, իսկ 1766-ին ժամատունը եւ մատուռը։ Այսօր վանքի մեծ մասը քանդված է, լցված գոմաղբով, թալանվել է արժեքավոր ձեռագրերի մեծ մասը։ Վանքի բաժինները ծածկված են եղել գմբեթներով, պատերի եւ երեսպատման քարե սալիկների միջև լցված է շաղախով։ Ներսը ժամանակին հեղեղված է եղել որմնանկարներով, խաչքարերով եւ արձանագրություններով։ Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Սուրբ խաչս, ըստեր Կիրակոսը եւ ժուր ծնողքն հիշեցեք։ Լիմ կղզին եղել է հայկական մշակութային եւ կրթական կենտրոն, իսկ վանական համալիրը ավելի քան 3000 ձեռագիր գրքեր պարունակող կարևոր գրադարանի համբավ է ունեցել։ Համալիրը բաղկացած է եղել այնպիսի բաժիններից, ինչպիսիք են Սուրբ Գրիգոր վանքը, Սուրբ Սիոն մատուռը, վանական դպրոցը, քահանայական միավորումները։ Ունեցել է նաեւ հյուրանոց եւ սեփական նավահանգիստ։ 20-րդ տարում օրնիբուն ամսեամիս այստեղից թալանել տարել են այն ինչն արժեք է ունեցել եւ հնարավոր է եղել տեղափոխել։ Փորել քանդել են նաեւ գերեզմանատունը։ Այսքանից հետո ասպատակ ելուզակ ազգերին չի հաջողվել այստեղից մաքրել վերացնել հայի հայկականի հետքը։ Այն ամենազոր է կարծես, ինչպես Աստված, եւ մնայուն ինչպես բնությունը։ Լիմից ստացած տպավորությունն այսպիսին էր. վերադարձին նոր աշխարհ հայտնաբերած առաջապահի պես սեփականատիրոջ զգացում ունեինք, սակայն Վանա լճի վրա սավառնող թարմ զեփյուրը ժամանակ առ ժամանակ մեզ վերադարձնում էր դեպի իրականություն։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վան, Լիմ կղզի։